Հայտարարագիրը ստացել ենք ամսի 1-ին արդեն ժամը 1-ի դրությամբ։ Օրվա ցանկացած ժամի, լինի աշխատանքային, տոնական թե հանգստյան օրերին 24/7 ռեժիմով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներն այլևս կարող են կազմակերպել իրենց ապրանքների արտահանման գործընթացը։ Պետական եկամուտների կոմիտեն մաքսային բարեփոխումների շրջանակում հոգու տնտեսվարողի հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Հունիսի 1-ից մաքսային մարմինները արդեն շուրջօրյա ծառայություն են մատուցում, խոսքը գնում է երկրի ներսում արտահանումներ, ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ, այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման առումով մինչ այդ գործընթացները իրականացվել են միայն աշխատանքային օրերին երկրի ներսում 9-ից 6-ը։ Հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից այդ թվում դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումը Երևանում առայժմ իրականացվում է միայն Ուրբան լոջիստիկ սերվիս տերմինալ եւ Վալենսա ժամանակավոր պահպանման պահեստներում, Լոռու մարզում, Վանաձորում գործող մաքսային հսկողության գոտում, իսկ Տավուշի մարզում Բագրատաշենի անցման կետերի մոտակայքում գտնվող Այրումում տեղակայված Դամուար գրուպ ժամանակավոր պահպանման պահեստում։ Այս այդ երկրի ներսում կատարվող արտահանումները 24/7 ռեժիմով սպասարկվել են թե փաստաթղթային հսկողությունը, թե բեռի զննումն ու բաց թողումը։ Ժամանակավոր պահպանման պահեստներից առանց ժամային սահմանափակումների կիրականացվեն արտահանման ամբողջ գործընթացը։ Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին եւ միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում, ինչն իր հերթին անցման կետերում հանգեցնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածության եւ հերթերի։ Այժմ բարեփոխման արդյունքում երկրի ներսում բարձրացվել եւ հեշտացվել է արտահանման գործընթացը։ Բավական կարագացնի մաքսային եւ հայտարարատուրի համար ժամանակը կկարճանա աշխատանքի վրա օգտագործող բավականին կարագացնի ընդհանուր աշխատանքը արտահանման համակարգի մեջ։ Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողները միաժամանակ ներկայացնեն բոլոր փաստաթղթերը։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին եւ տնտեսվարողներին արտահանումների հայտագիրը ներկայացնելուց գցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք մաքսային հսկողության համար անհրաժեշտ են, ներառյալ եթե կան վճարումներ, ասենք պետտուրք եւ այլ վճարներ, անպայման վճարման անդորագրերը նույնպես գցել, որպեսզի այդ գործընթացը process-ը լինի շատ ավելի արագ, սահուն։ Այսպես, մաքսային մարմնի կողմից երկրի ներսում արտահանման ենթակա ապրանքներն ընդունվում, սպասարկում եւ բաց են թողնվում շաբաթվա բոլոր օրերին եւ ժամերին։ Գործառույթն իրականացվում է մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացած աշխատանքային խմբի կողմից։ Կցված փաստաթղթերում անճշտություններ չգտնելու պարագայում փաստաթղթային հսկողությունը ավարտված ենք համարում, որից հետո արդեն պահեստից ապրանքները կարող են բաց թողնվել։ Իսկ արտահանումների ձևակերպումները հնարավորինս երկրի ներսում իրականացնելու դեպքում տնտեսվարողները սահմանային անցման կետերում խուսափեն հերթերից եւ սահմանահատումը կիրականացվի ավելի արագ։ Հորդորում ենք մեր տնտեսվարողներին արտահանման գործընթացը կազմակերպել երկրի ներսում ցամաքային անցման կետերում հերթերից կուտակումներից խուսափելու համար։ Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը ստեղ կազմակերպվի, բեռը բաց կթողնվի ժամանակավոր պահպանման պահեստից եւ սահուն առանց հերթերի կանցնեն անցման կետերը։ Հունիսի առաջին տասնօրյակում շուրջ 250 բեռնատար արդեն իսկ սպասարկվել է շուրջօրյա։ Տեղական արտադրողները հիմնականում արտահանել են մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, գազավորված ըմպելիքներ եւ այլ ապրանքներ։